Ինչ եք անում նոյեմբերի 12-ին ժամը 8-ին։ Եկեք stage, stand up and jazz։ Jazz-ը միքսել ենք։ Ալա սպասեք հələ յա։ Stop։ Jazz-ը միքսել ենք stand up-ի հետ։ Մեծ լավ բան է ստացվել ժողովուրդ ջան։ Տոմսերը տիկետ միկետում ավաճառվում։ Այս ամենը այդքան ծիծաղելի չլինի, եթե այդքան լացելու չլիներ։ Բարև ձեզ սիրելիներս։ Լայք դրեք, խնդրում եմ այս եթերին, տարածեք, եթե ուզում եք, Patreon-ում կարող եք աջակցել եւ գրանցվեք։ Ընդհանուր միտպիսի խոսույթ կա, որ եկեղեցին դա պետք է մաքրվի, որ նա KGB-ի որջ է կամ քահանաները այնքան է պարկես չեն, ինչքան որ պիտի լինեն, կանոնակարգ են խախտել եւ այլն։ Չեմ կարող չհամաձայնվել դրա հետ, իրականում այո, եկեղեցին կարևոր ինստիտուտ է, թեպետ ես շահառուչ եմ եկեղեցին, հա, դա մասներ եմ խոսել, եւ եզրասը, այսպես ասած, դա, եթե չեմ սխալվում, կաթողիկոսի եղբայրն է, հենց մեղադրվեց, որ նա աշխատել է Ռուսաստանի վրա, չի խոսքով, այսպես ասած, մեր շահերը չի հետապնդում, շատ լուրջ մեղադրանք է իդեպ, բայց ուղղակի օդում մնաց որպես մեղադրանք։ Եվ դա է պատճառը, կարելի ասել, որ Փաշինյանը կարգալույց քահանայի դիմեց եւ պատարակ արեց, ահագին բազար բարձրացավ այդ թեմայով, կարելի է, չի կարելի, կարգալույց քահանան իրավունք ուներ, աներ պատարակ, թե չուներ, մի խոսքով, ասենց մի մեծ շուխուր բարձրացավ այդ թեմայից, բայց ես ուզում խոսեմ այդ կարգալույց բանի մասին, այդ քահանայի մասին, Արամ է անունը, եթե չեմ սխալվում, հա, ուրեմն ես վերջերս այդպես սկրոլ արեցի եւ տեսա, որ նա Չեչնիայի ղեկավար Կադիրովի շատ մտերիմ ազնվորություն է դեռ ավելին ինտերվյուի մեջ կարող եք գտնել կա Facebook-ում ասում է որ նա շատ ուրախ կլներ եւ կերազեր որ մեր ղեկավարը լիներ Դուդաևի նման այսինքն այդ մարդու արժե համակարգ դա է ասենք իրան դու լա գալի որ դու ասենք Չեչնիայում գիտեք չէ ինչպես են վերաբերում կանանց ինչպես են դեղի կանայք փախնում Հայաստան Եվ հետո ստեղ իրենց բարեկամները գալիս են, խեղդում են Հայաստանում, սպանում են կանանց բռնություն եւ այդ ամեն ինչ գիտեք, դա մոտ չեմ ուզում խոսել, էլ եմ խոսել։ Բայց այդ մարդու արժե համակարգը դա է։ Ինքը համարում է, որ Կադիրովը ցենտր տղա է, որ դա իր անկերն է, որ նա երազում է, որպեսզի Հայաստանում լինի նույն բանը։ Եվ Փաշինյանը, ասենք, մեղադրելով, ԿՊ-ն մեղադրելով եզրասին, որ նա KGB-ի գործակալը էսա էնա, եւ որ եկեղեցին պիտի մաքրվի, կեղտոտ եւ վատ եւ փիս քահանաներից, բայց գնում է դիում մի մարդու, որը որ Դուդաևի բանն է, էլի, երկրպագուն է։ Հիմա շուտ ես ինչ մտածեմ։ Գիտեք, դա աբսուրդի հասնող ինչ-որ մի բան է։ Ես դեմ չեմ, որ եկեղեցին պիտի մաքրվի, որ քահանաները պիտի լինեն ավելի պարկեշտ, դեմ չէ, որ մարդիկ պիտի ապրեն ավելի առողջ, քան հիվանդ, լինեն ավելի հարուստ, քան թե աղքատ, բայց դրա համար իմ գործողությունները պիտի համապատասխանեն իմ ասածին։ Այս մարդկանց գործողությունները իրանց ասածին չի համապատասխանում։ Ես ընդունում եմ, որ Փաշինյանը կարող է շատ մեծ թունդ հավատացյալ է, որ նա իսկապես ուզում է մաքրել, ուզում է, որպեսզի այս ամեն ինչը ծառայի մեր ազգին, բայց ինչու է քո պատարակը անում ինչ-որ մեկը, որը որ Դուդաևի տենց թունդ, ասենք, բանն է, էլի, երկրպագուն է, ես դա չեմ կարողանում։ Դա այդտեղ ասում է, там նյու վյազը չկա։ Լավ է ջհայնամ, ամբողջ օրը քանի, այս մի երկու տարի է եւ արդեն
Գնացինք, վերարկեցինք, որ պետք է մտնենք Եվրամիություն, որ մեր ուղեցիրը փոխված է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ռուսաստանից կտրվենք, խոսում են մեջայում շատ հաճախ խոսում են 101-րդ բազային զիբիլա պետքա բանից հանվի, որ մենք պետք է կամաց պատրաստենք կադրեր, որպեսզի մեր սահմաններն էլ հայ զինվորը պահի ամեն տեղ, հա, համ Թուրքիայի սահմանը, համ Պարսկաստանի սահմանը, հա, խոսվում է էլի։ Եվ կարծես թե սկզբից հենց այդպես էին պայմանավորվել էլի ՔՊ-ի հետ։ Քաղաքացիները այդպես են պայմանավորվել։ Այս քանի ժամանակ, այս քանի վաղտա, բայց երեք մի զազրելի, մի կեղտոտ մի լուր էլ լսեցի ժողովուրդ ջան։ Ուրեմն մեր ԱԱՑ-ի կուրսանտները գնում են վերապատրաստվելու այլ երկիր, որտեղ, ինչպես եք կարծում, գնում են վերապատրաստվել Ռուսաստան։ Դուք պատկերացնում եք դա, մենք ԱԱՑ չունենք ժողովուրդ։ Ուրեմն մեծ շուկով ԱԱՑ-ին բանը Ռուսաստանի ԿԳԲ-ն, այսպես ասած, ՖՍԲ-ն հանում ենք Զվարթնոցից, ասում ենք, որ մենք սուվերեն երկիր ենք, որ մենք պետք է բան անենք, հա, տենց մեր ինքնիշխանությունը պաշտպանելով պետք է ունենանք մեր այդ ներքին, այսպես ասած, այդ օրգանները, այդ ամեն ինչը, որոնք անկախ են, որոնք աշխատում են Հայաստանի Հանրապետության վրա, բայց գնում են Ռուսաստան վերապատրաստվելու։ Այսինքն մենք վերապատրաստում ենք Ռուսաստանում շպիոններ։ Ինչու՞ ամբողջ օրը խոսում ենք ինչպես մաքրենք մեր պետական ինստիտուտները ռուսական գործակալներից եւ ամենտեղ գործակալներ ենք ման գալի։ Բայց ուղարկում ենք մեր հենց այն կառույցը, որը որ պիտի օժտված լինի գործակալների դեմ պայքարելու, ուղարկում ենք Ռուսաստան։ Իդիոտիզմ հասկանում եք, դա ուղղակի աբսուրդ է։ Եվ ամենտեղ շպիոններ, ամենտեղ գործակալներ ենք ման գալի, ամենտեղ։ Գիտեք, դա ինձ հիշեցնում է ինկվիզիցիան, որ որ մեզ սիրուն կնիկ էին տեսնում, վառում են մի անգամ, որովհետև դա նա կարող է սատանա լինի, նա կարող է գայթակղի ինչ-որ մեկ, եկեք վառենք այդ կնոջը։ Եվ այդպես էլ վերաբերվում ենք, ասենք, բան իրար, հա, ամենտեղ գործակալներ, ամենտեղ բան, բայց տղեկին ուղարկում ենք այնտեղ վերապատրաստվելու, այնտեղ գնում են, գալիս են, ինչքան են խոսում, որ պետք է մեր զինվորներն էլ գնան վերապատրաստվեն ՆԱՏՕ-ում, եսին որտեղ կամ ոչ Ռուսաստանում, բայց գնում ենք Ռուսաստան։ Ու խոսում ենք, որ մենք սուվերեն երկիր ենք։ Ու խոսում ենք, որ մենք Ռուսաստանից անջատվում ենք։ Այդ ջայնա, որ գնում է այն բաների հետ այդ ավտորիտար ռեժիմի հետ ակումբում գնում անդը ձեռը սխմում սաղին բան այդ յատմեն սիվիլատ է բան հա անդը ես նայում են դες ովեկան բան այդ դա քաղաքականություն է դա մենք չենք հասկանում դա հասարակ մարդու հասկանալու բան չի հասկացանք հա երևի այդպես դիվերսիֆիկացիա պետք է արվի բան պետք է կոմպլեմենտար ինչ-որ տենց վիճակա պետք է ասենք համ գնաս այնտեղ խաղեր տաս համ գնաս յատմեն գալու ժողովի բան հասկացան երևի դա այդպես է պետք բայց քո ԱԱՑ-ն այդ կառույցը որը պիտի պաշտպանի քո ազգային շահերը որը պիտի քեզ զերծ պահի 5-րդ չարացիան աշխատանքից որը պիտի զերծ պահի բանից հիբրիդային պատերազմից շպիոններ մանգաբան գնում է Ռուսաստանում վերապատրաստվելու Հարը դուք ու մեկ է շիտեղ դրը ինչի է կարծում որ մենք տենց իդիոտ ենք ինչի Իար իդիոտ ենք էլի օզորով չի որովհետև էլի մարդիկ կան որ գնացին այդ պատարագին մասնակցեցին ասենք հա մի մարդու պատարագին որի արժեքային համակարգը կանանց բռնաբարելն է աղջիկների կուրսությունը ստուգելն է պսակվելուց առաջ, սենց որ բան կիսուրի հետ էթում են, տենց բան գինեկոլոգի մոտ բացում նայում են, հա, ասենք
ծեծու ջարդնա, որ մարդ մի բան սխալասի տալ սպանելնա, այդ մարդու արժամակարգը դա է այդ քահանայի։ Ու մենք գնում ենք այդ պատարագին մասնակցելու։ Դուք հիմա ինձ ճիշտ հասկացեք, ես Էջմիածնին կողմ չեմ խոսում։ Ասենք ոնց որ ասում են գողականով ես ճշտի կողմնակից են, էլի ախպերս հա, տենց ասեն որ հասկանան։ Կամ խոսում ենք ինքնիշխանությունից, բայց տղեկին ուղարկում ենք Ռուսաստան վերապատրաստվելու։ Ես իմ հետ ոնց է, ես քաղաքացի եմ, վաղը պետք է ընտրություններ, ինչ անեմ։ Ինչ անեմ։ Լավ, եթե ասենք Փաշինյանից ռուսամետ, ՔՊ-ից ավելի ռուսամետ, ես ոչ մի կուսակցություն չգիտեմ։ Վաղը մյուս օր պետք է ընտրություններ լինի։ Ում ընտրես։ Հիմա ամբողջովին ես մի բան կասեմ, բայց խնդրում եմ վրես չհաչակ, էլի, հա, մի հատ հասկացեք ինչ եմ ասում, նոր միանգամից կոմենտներում չսեք զզվելի բաներ գրել։ Հա։ Տենց է Մարոկյանին ընտրեք։ Խիչ եք ընտրում։ Ասեք, հա, ասեք Մարոկյան։ Դուք գիտեք, ասեք, այդ մարդը հենց անկեղծորեն ասում է, որ Ռուսաստանը պետք է լավ լինեն, որ պետք է 102 բազան ոչ թե հանենք, այլ լնդանը շատացնենք, որ պետք է նոյեմբերի 9-ին վերադառնանք, նա ասում է դրա մասին, քաղաքական դիրքորոշում է, որը որ ինձ մոտիկ չի, ես չեմ ուզում ասենք, Ռուսաստանի ոչ մի կապ չեմ ուզում ունենալ, բայց դա դիրքորոշում է, իսկ ես ասում եմ, որ չէ, պետք է հեռու մնանք, պետք է այս անենք, բայց այս քայլերն է անում։ Հիմա որն է ավելի ճիշտ, որն է ավելի անկեղծ։ Ու ինչի եք ասում, որ ասում Լուսավոր Հայաստան, դա Ռուսաստրուկ են եսի մի ինչ եմ բանում։ Իմաստը։ Դες սկսեք կոմենտներում գրել զզվելի բաներ իմ մասին հիմա, որ քեզի հաստատ արարը դու ծախվար, ժողովուրդ ջան։ Չգիտեմ, ես, եթե ամենասկզբից ասել եմ, ոչ մի Ռուսաստանին հարող, Ռուսաստանի հետ կապված կուսակցություն ընտրել չի կարելի։ Ում կարելի է ընտրել։ Դաշտում կա այդ կուսակցությունները։ Խնդրեմ, եվրոպական կուսակցություն, Նինա Կարապետյանցի կուսակցությունը, Գուրգեն Սիմոնյան, հա, կան։ Հիմա ամեն մեկին կարելի է քննադատել, ամեն մեկին, մեկը ծրագիր չունի, այն մյուսը ես իմ, ասենք, ապարատը չի ներկայացրել, չենք իմանում, ասենք, ով է լինելու, պաշտպանության նախարար, ով է լինելու, ասենք, վարչապետ կամ հա, ամեն մեկին կարելի է մի անուն կպցնել եւ քննարկել, բայց քննարկում էլ չի գնում, ձեր քննարկումը գնում է Քոչարյանի Սերժի ու բանի Նիկոլի միջև։ Պարզա չէ, որ հներին չի կարելի ընտրել, չի կարելի ուղղակի, պարզա։ Ու պարզա չէ, որ ՔՊ-ն ուղլուծով մտնել է Ռուսաստանի տակ, ԱՑ-ով, եկեղեցիով, ամեն ինչով մտնել է Ռուսաստանի տակ, պարզա չէ, երևում է, նոր ասեցի, այս աղ ինչ որ ասել եմ բաստել է ժողովուրդ, ու բան չոտից չեմ վերցել։ Ուրեմն այն ով որ ուզում է Ռուսաստանի տակ չմտնի, այդ իրեկին չպետք է ընտրի Սերժին, Քոչարյանին եւ ՔՊ-ին։ Պետք է ընտրի այս դաշտից, եթե դուք ռուսամետ եք իսկապես, եթե դուք ուզում եք Ռուսաստանի հետ լավ լինել, ընտրեք Լուսավոր Հայաստան։ Եթե դուք ուզում եք դեպի Եվրոպա գնաք, եթե ուզում եք դուք ձեր երկրի ուղեծիրը փոխեք, այդտեղ կա Նինա Կարապետյանց կա եւ կա Գուրգեն Սիմոնյան։ Այդ երկուսը կան։ Հիմա եկեք նստենք հասկանանք ինչ ենք ուզում մենք։ Եկեք վերջապես հասկանանք։ Ես զգում եմ էլի, ասենք, այն ով որ ինձ էլ սիրում էր ու հարգում էր, արա դե վսյո ժդու, արա բայարա, մենք չենք ջոգում, եսի դու մի ասա, երևի է դմոնը սրան փող ա տվել, արա հա, տվել, հա,
կամ երևի ուղակի օգտակար ապուշա, իդիոտ բաներ է խոսում, չի հասկանում։ Բայց դու խելոք բաներ ասեք հասկանանք մի հատ հələ։ Արա հացի տղեկին ուղարկել է Ռուսաստան վերապատրաստման։ Արա իր ընտրած սրտի քահանան Կադիրովի օրթախն է, ընկերն է։ Ասում է լավ է որ Կադիրովը կա։ Դե ասեք ես սխալ եմ արա, ասեք դու սխալ ես յոշ։ Էլ ինչ ասեմ, երևում է չէ տանտերը, արա հիմա այնքան դժվար է մի բան թաքցնելը, ժողովուրդ։ Մարդ մի հատ քերու կնգան դոմփում է, սաղ աշխարհն իմանում է։ Հսկի չես էլ կարա ասեք տեսում, քերու կնգան մի հատ ձեռք գցես։ Հիմա այնքան հեշտ է ամեն ինչ իմանալ։ Ինտերնետ կա, բան կա, Facebook կա, ստեղ ընտեղ։ Եվ այս թափանցիկ աշխարհում չկողնորոշվել, դե կներեք էլի ժողովուրդ ջան, դե կներեք։ Այս դրա համար է տված այս անտերը, այս գլուխը չի տված որ պատին խփես, տված է որ մտածես, դե մտածեք։ Լավ, ինչ ասեմ, ամսի 12-ին եկեք stage, շատ լավ խումբ եմ հավաքել, շատ լավ ներկայացում անելու, ստենդափ անելու, ջազ անելու, եկելու ենք, ուրախանալու ենք, ինչ ասեմ, էդ էլ ասում, էդ էլ իմ գործն է, այդ պետք է անեմ, որ հələ դու գործս բաղյան եկը, հա, դեբիլներ, ես այն գործս է տա։ Իհարկե էդ իմ հետևորդին չեմ ասում, որովհետև ինչպես իմ հանդիսատեսին եմ հավաքել 20-25 տարվա ընթացքում հատիկ, տենց էլ իմ հետևորդին, ու այն կան որ ասենք տենց վատ կոմենտներ գրողները ռուսերեն տարերով են գրում այ դրան զնջում եմ մի անգամից մաղում եմ այնց ոնց որ մի 15 տարի առաջ face control էի դրե կամերային թատրոնում ով որ գալով բուրսս մետս գետեր գրած մենք տեղ չունենք կներեք բան սկիրի հա այդ էս ու տես մակրեցի կամած հիմա անգամ ստե Լոս Անջելեսում հնարավոր չի որ ասենք տես մի հատ իշումետս ապերով այլ ներկայացմանը որովհետև անս բաներ եմ խոսում որ իրեք կնի գչբդի լսել ախպերս հա ու տես մակրել եմ ու ձեզել եմ մակրելու հələ կլադեղ եք ալիքից դավայցի այդ ռուսերեն տարերով, լատինատար տարերով քֆուր գրողները դավայց իստեից գնացեք բանը Կադիրովի եւ Նիկոլ Փաշինյանի սրտի քահանայի պատարակներին մասնակցեք Էսել կնոպկեն Այդ Ինչ եք անում նոյեմբերի 12-ին ժամը 8-ին, եկեք stage, stand-up and jazz, ջազը միքսել ենք, սպասեք հլը, ստոպ, ջազը միքսել ենք stand-up-ի հետ, նես լավ բան աստացվեց ժողովուրդ ջան, տոմսեն է թիկետ միկետ եմ ավաճարվում։